սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխա։ Հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը և Լիլիթը։ Սիրելի փոքրիկներ, այսօր պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ։ Ինչպես գիտեք, հեքիաթի սենյակում պարբերաբար ձեզ ներկայացնում ենք տարբեր ժողովուրդների հեքիաթներ։ Այսօր ընտրել ենք լեհական ժողովրդական հեքիաթ։ Դժգոհ ամուսինը, այ մի փոքր ծիծաղելի հեքիաթ է, չէ՞ Արևիկ։ Կարծում եմ, որ շատ լույս կգա Մարիամին։ Այո, մեր հյուրին։ Այսօր մենք ունենք շատ գեղեցիկ եւ տաղանդավոր հյուր։ Այսօր մեր հյուրն է Մարիամը։ Ողջույն Մարիամ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հյուր ես եկել ու շատ գեղեցիկ ես Մարիամ։ Մի փոքր կպատմես քո մասին։ Որ դպրոցում ես սովորում, քանի տարեկան ես, ինչ նախասիրություն, ինչ ուզում ես պատմել քո մասին, կարևորը որ փոքրիկները իմանան։ Ես 9 տարեկան եմ, սովորում եմ 4-րդ դասարանում։ Իմ ամենասիրած մասնագիտությունը դա նկարչուհին է։ Ես գիտեմ հայտնի նկարիչներին՝ Զովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, մանրանկարիչ Թոլստոյին, Լեոնարդո դա Վինչի, Վինսենտ վան Գոգ։ Ես առաջին անգամ ներքիշտ ասած շատ երեխաներ են ասել, որ սիրում են նկարել, բայց որ այսպիսի համաշխարհային դեմքերի անուններ գտային, ես չէի պատկերացնում։ Իսկ դու հաճախում ես նկարչության։ Այո։ Մի բան ասեմ, կարող ես այսօր հետև կամ Դանիելան ամուսինը, այստեղ շատ հետաքրքիր է, քանի որ այդ բոլոր նկարիչների մասին, ում դու թվարկեցիք, այստեղ անցկացվում են դասեր, նրանց մասին տեղեկություններ են տալիս երեխաներին եւ շատ հետաքրքիր է։ Մարիամ, գիտես ինչ եմ ուզում ասել։ Իսկ դու գիտես, որ Լեոնարդո դա Վինչին ունի առակներ։ Գիտեիր։ Դա էլ գիտեր երեխաներ, ես չգիտեի, հիշում եք, երբ որ մենք ներկայացրեցինք նրա առակները, ես չգիտեի, ես վերջերս էի իմացել, որ նա նաև գրել է, ստեղծագործել է։ Մարիամ, իսկ հեքիաթներ առհասարակ սիրում ես, կարդալ, ընթերցել։ Որ հեքիաթագրին ես ամենաշատ սիրում։ Հանս Քրիստիան Անդերսեն։ Այո, մեր հյուրերից մեկն էլ ասաց, չէ, որ Անդերսենին է սիրում, կարծում եմ փոփոխություն կատարվեց, որովհետև բոլորը նշում են Հովհաննես Թումանյանին, իհարկե, մենք էլ ենք ամենաշատը սիրում Հովհաննես Թումանյանին, բայց կարծում եմ նաև հետաքրքիր են օտար հեղինակների ստեղծագործությունները։ Իսկ հեքիաթը ո՞րն է քո ամենասիրելի հեքիաթը։ Այն նրա անճոռնի ճուտիկը կարդացել ես։ Դուր է գալիս քեզ։ Ինձ էլ։ Ինչ որ բան ունես էլի պատմելու, այլ խմբակների հաճախում ես, բացի նկարչությունից։ Հաճախում եմ պարի, լողի, ֆիթնեսի։ Բոլորը հասցնում ես։ Լավ ես սովորում դպրոց։ Այո, գերազանց։ Գերազանց։ Բոլոր առարկաներն ես սիրում, թե կա առարկա, որ մի քիչ ավելի շատ ես։ Իմ ամենասիրած առարկան մաթեմատիկան է։ Մայրենին եւ կերպարվեստը։ Իսկ չսիրած առարկա, միայն անկեղծ։ Չսիրած առարկա ես չունեմ, բոլոր առարկաներն էլ սիրում եմ։ Ուրեմն կարող ես ցանկացած մասնագիտություն ընտրել քեզ համար, արդեն որոշել ես։ Ինչ ես ուզում դառնալ։ Ինչ։ Նկարչուհի։ Հա, ասել էիր, չէիր ասել։ Ասել էիր, որ սիրում ես նկարել։ Դե շատ լավ։ Հիմա սկսենք երևի մեր հեքիաթը, բայց մինչ այդ ուզում եմ, որ շնորհակալություն հայտնենք Կլուբ Կապիտալին, որի շնորհիվ էլ տեղի է ունենում մեր նկարահանումները, եւ իհարկե երեխաներին հիշեցնենք, որ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանելյան Art Studio-ի սան Աննան, ով կպատերի նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Մի մարդ շարունակ դժգոհում է, թե տանն անելու բան չկա, իսկ ինքն անգործ նստում է տանը, դրանից ինչ օգուտ։ Հա դժգոհում էր, հա կշտամբում կնոջը։ Վերջապես կնոջը ձանձրացին մարդու տրտնջումները եւ մի օր էլ ասաց. Դե լավ, ասում ես տանն անելու բան չկա, ուրեմն դու մնա տանը, իմ գործերն արա, իսկ ես քո փոխարեն կգնամ հանդը, դու երկանքով աղուն նաղա, խմոր հունցի հաց թխի, աչքդ ճտերին պահի, մածունը հարիր, կարակ սարքիր։ Լավ, ես ամեն ինչ գիտեմ, դու գնա գործիդ։ Եվ կնոջը ճամփեց այսպես մտածելով։ Մի ժամում ամեն ինչ կանեմ, հետո մեջքի վրա կպառկեմ ու ինձ համար կհանգստանամ։
Նախ սկսեց երկանքով աղունն աղալ, հետո էլ խնոցին գոտուն կապեց, որ միանգամից եւ աղուն աղա եւ կարագ հալի։ Թունդ գործի կպած, մեկ էլ ճտերի ճվճվոցը լսեց։ Երկանքը թողած վազեց դուրս։ Տեսավ ագրավը վրա է տվել ճտերին։ Շտապեց ճտերին ազատելու ագրավի ճանկերից, բայց գոտուն կապած խնոցին շրջվեց, մածունը թափվեց։ Մինչև ուշքը գլուխը հավաքեց, մինչև հասավ ճտերին, ագրավն ընդամենը 2 ճուտ էր թողել։ Մնացածներին կոտորել թափել էր։ Խեղճը կանգնել ու մտածում էր, թե որն անի, որը թողնի, կանգնի ճտերին պահի, թե աղունն հաց թխի։ Շատ մտածելուց հետո վերցրեց մնացած 2 ճուտն էլ մորթեց թողեց։ Հետո սկսեց խմոր հունցել, հիմա էլ ճանճերն էին վրա տալիս, մարմնի որ մասը կծում էին, խմորոտ ձեռքով խփում էր այդ տեղին, պատին էին նստում, պատին էր խփում։ Վերջը ինքն էլ ոտից գլուխ թաթախվեց խմորով, պատերն էլ կեղտոտեց եւ տաշտում էլ համարյա խմոր չմնաց, ամբողջ խմորը գնացել էր ճանճերի վրա, իսկ այս աներեսները հա բզում էին, պտտվում նրա շուրջը, ոչ մի բան հանգիստ չէին տալիս։ Եվ մտածեց. ինչ անեմ, որ սրանցից ազատվեմ։ Մտածեց, վերջը վրան ոտից գլուխ ջութ գցեց, բայց հիմա ճանճերն ավելի լավ էին կպչում եւ հա բզում էին։ Չիմանալով ինչ անի, մարդը անճարությունից գլուխն առավ, փախավ հանդը, կնոջ մոտ։ Կինը հեռվից կարծես թե սատանա է եւ գործը թողած փախավ տուն։ Եկավ տեսավ ամեն ինչ տակնու վրա արած, ճտերը մորթած գցած, մածունը գետնին թափված, պատերը խմորով ծեփած, վադարանն էլ անկրակ։ Այդ միջոցին մարդը հեվի իրեն գցեց տուն եւ այ կնիկ գոդաց, ես եմ մարդը, մի վախենա, վրաս կոպրեմ քսել, որ ճանճերը վրա չտան։ Չէ, սրանից հետո ես էլ տանը մնացողը չեմ։ Քեզ վրա էլ այ կնիկ, չեմ խոսի։ Հիմա տեսա, որ տանն ավելի շատ գործ կա անելու։ Մեղա եմ գալիս։ Մարիամ, քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Ինչ հասկացար, ինչ չպիտի մենք անենք։ Ես երբ կարդացի այս հեքիաթը հասկացա, որ տղամարդկանց թվում է, թե կանանց գործն ավելի հեշտ է, դրա համար պետք է գնահատել կնոջ արած գործը։ Այո, շատ ամբողջական եւ ամփոփ ասաց Մարիամը, ամեն ինչ սիրելի տղամարդիկ, մի թերագնահատեք այն կանանց, ովքեր միայն տանն են աշխատում, որովհետեւ դա, ինչպես տեսանք, ավելի բարդ է։ Իսկ ավելացնելու այլ բաներ կան, ինչ կուզես մաղթել կամ ասել երեխաներին, խորհուրդ տալ։ Ոչ։ Խորհուրդ չտանք, որ շատ հեքիաթներ կարդան։ Տանք։ Իսկ դու նմանեցնում ես հեքիաթը, մեր հեքիաթում ինչ որ կատարվում է, նմանեցնում ես մեր կյանքին, ընդհանրապես հնարավոր է այսպիսի բաներ կյանքում էլ կատարվեն։ Այո, այս նույն բանը, ինչպես գիտենք, շատ դեպքերով կատարվում է։ Դե ինչ, Մարիամ, եթե ավելացնելու ոչինչ չունես, ժամանակն է, որ մենք տեսնենք, Թե որ հերոսին է պատկերել Աննան։ Դե ինչ Մարիամ, մենք շատ շնորհակալ ենք, որ դու եկել էիր հեքիաթի սենյակին հյուր։ Կարծում եմ մեծ տպավորություններով կգնաս եւ կշարունակես դիտել մեր ծրագրերը։ Ինչպես նաեւ Արևիկարի շնորհակալություն հայտնենք Կլուբ Կապիտալին, որի շնորհիվ էլ տեղի է ունենում մեր նկարահանումը։ Իսկ մեզ նաև կարող եք դիտել YouTube-ով, գրելով հեքիաթի սենյակ հայտար կամ լատինատար եւ կոմենտներ բաժնում կարող եք գրել ձեր կարծիքները։ Ինչպես նաև առաջարկները։ Իսկ եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդումներին, գրեք մեր Instagram-ի էջի։ Երեխաներ, եկեք երեքով ցտեսություն մաղթենք փոքրիկների։ Ցտեսություն։